ընտրությունների միջոցով մեր ժողովրդի վստահությամբ դրանցից ազատվելն է մեզ համար։ Պարոն Վարդանյան, կուզեի մի փոքր գնահատական։ Մենք նախկինում տեսանք Հայաստան դաշինքի ցուցակից եղան մարդիկ, ովքեր փաստացի միացան գործող իշխանությանը, երևի թե ոչ ոք ապահովագրված չէ, բայց օրինակի երեկ Արուշ Արուշանյանն ուղեկցում էր Նիկոլ Փաշինյանին Սյունիքում, սրա հետ կապված բազմաթիվ քննարկումներ։ Արուշ Արուշանյանին չեմ մեկնաբանում, Գորիսեցիկ ընտրություններին կմեկնաբանեն, ինձ թվում է։ Բայց նախորդ ընտրություններին ԿՊ-ն ավելի շատ ձայն այնուամենայնիվ հավաքել էր։ Այստեղ միգուցե մի փոքր, այսինքն վստահ եք, որ չի աշխատել Հայաստան դաշինքի դեմ, օրինակ, որտեղ 35-16 հազար։ Չհասկացա, ինչն էր 35-16։ 35,000 ձայն էին տվել մոտավորապես եմ ասում քաղաքացիական պայմանագրի 16 Գորիսում 2021 թվականի ընտրություններին։ Վստահ եք, որ իր գործոնը նշանակություն չի ունեցել այստեղ։ Ինչ առումով, բացասական թե դրական։ Չգիտեմ, 35,000 ԿՊ եւ 16,000։ Տեսեք, հիմա ես նորից եմ ուզում ասեմ, տարբեր հանգամանքներ, տարբեր իրավիճակներ են եղել ընտրություններին եւ ընտրությունը եւ քվեարկությունը որոշում է Հայաստանի Հանրապետության ժողովրդը ինչպես քվեարկի։ Թե ինչ գործոններ, ինչ հանգամանքներ են եղել ու ինչպես է աշխատել դրական թե բացասական մեր հետ կապված, դա ներքին քննարկման խնդիրներ են, իսկ թե ապագայում ինչ կլինի կամ ոնց կլինի, առաջիկա ընտրություններին նույն տարածաշրջանը, որի մասին դուք խոսում եք, մեր հայրենակիցները իրենց կողմնորոշումը ցույց կտան, դրանով սահմանափակվենք, նորից եմ ասում, ես Արուշ Արուշանյանին մեկնաբանելու ոչ ցանկությունն է, ոչ էլ նպատակ, ոչ էլ իմաստ եմ։ Միայն նա չէր, նաև օրինակ մենք տեսանք Գեղամ Նազարյանը դուրս եկավ խմբակցությունից եւ փաստացի իրականացնում էր գործունեություն։ Մեր ճանապարհը բարդ է, դժվար է, հեշտ չէ, այս ճանապարհի ընթացքում շատերը մեզանից հեռացել են, շատերը նաև միացել են, եւ ես ուզում եմ տեսնեմ այն մարդկանց ու մարդկանց հետ եմ իմ ճանապարհը գնում, ովքեր որ մեր հետ միջև վերջը ճանապարհի վերջը կհասնեն ու առիթ կունենանք վերջում իրար շնորհավորելու։ Իսկ այս ճանապարհի ընթացքում ովքեր ինչ ընթացք կորթեգրեն կամ ինչ ընթացք են ворթեգրում, մեկնաբանելու խնդիր չունենք։ Մեր նպատակը հստակ է, մենք գնում ենք մեր նպատակի հետևից եւ այդ նպատակին հասնելու համար մեր համար վերջակետներ չկան։ Վերջակետը միայն մեր հաղթանակն է, կապ չունի թե երբ, ինչպես, որ պահին ու որ պարագայում։ Իսկ ինչպիսի արդյունքներ են ձեր կարծիքով լինելու ընտրությունների։ Տեսեք, կարող է հաղթանակ։ Այս պահին բոլոր հնարավորությունները կա հաղթանակ արձանագրելու համար։ Ընդդիմության կողմից։ Միասնական ընդդիմության հաղթանակ արձանագրելու համար։ Հնարավոր է, որ Հայաստան դաշինքը միանա օրինակ Սամվել Կարապետյանի կազմած կուսակցությանը կամ այլ ընդդիմադիրների։ Կարծում եմ երկրորդ նախագահը իր մեկնաբանությամբ այդ հարցի պատասխանը տվել է։ Շնորհակալություն։ Մենք արտասվում ենք, մենք ողբում ենք, մենք շատ ծանր վիճակում հողեր են տալիս, ամեն կոմունիկացիաներ են տալիս, դա անընդունելի է, ես ապշում եմ, շատ կներեք, ժողովուրդ ջան, երբ որ գնում եք, այդ ԿՊ-ի հետևից ինչ եք դուք ուտում, ինչ եք ուտում, որ գնում եք նրա հետևից, Կներեք, իսկ իշխանականները ասում են Քոչարյանը ծակ գրպանով եկավ, հարստացավ Հայաստանի բյուջեի հաշվին։ Շատ կներեք, Քոչարյանը այնքան ապահով ընտանիք է եղել, նրա հայրը, նրա մայրը, այնքան ապահով ընտանիք են եղել, նրանք աղքատ չեն եկել, նրանք ապահովված են եկել, պարզապես իրենք համեստ մարդիկ են, իրենք իրենց ցույց են տվել, որ իրենք համեստ են, իսկ ինչ վերաբերում է, որ ասում են հարուստ է, հարստացել, լավ է արել, ամեն մի անգրագետ գնացել հարստացել է միլիոնատեր, միլիարդատեր է դարել, այդ պարկեշտ ընտանիքը, այդ կրթված ընտանիքը, իր երեխաները, ինքը չունենան բիզնես, չհարստանան, սոված մնան, այդպես չի կարելի ժողովուրդ ջան, այդպես չի կարելի մտածել, Ռոբերտ Քոչարյանը արժանի է ամեն ինչին հաղթած մարդ է, կռված մարդ է, ամեն ինչին ամենալավ բանին ինքը արժանի է, ամենալավը, միայն ու միայն Ռոբերտ Քոչարյան, ես ձեզ
խնդրում եմ, ժողովուրդ ջան, ինձ լսեք, ես Արցախի այան եմ, ես իմ փորձից ասում եմ, 98 թվականից Ռոբերտ Քոչարյանը եղել է, փրկել է մեզ, էլի կգա կփրկի, ուրիշ ոչ մեկը նրա հնարավորությունը չունի արտաքին աշխարհի հետ, արտաքին տարբեր երկրների ղեկավարների հետ միայն ու միայն ինքը կարող է լեզու գտնել եւ դիվանագիտորեն մեր երկիրը բերել, փրկել այս ծանր վիճակից։ Ձեր անունը ասեք։ Մադլեն Ասրյան, Հայաստանի վաստակավոր արտիստ, Արցախի այան։ Որ բնակավորում եք վաստակավոր արտիստ, երաժշտության։ Այո, ես երգչուհի եմ։ Լավ, շնորհակալություն։